Բարև ձեզ։ Գեորգ ջան, մի հատ հարցի շուրջ եմ ուզում խոսամ։ Երկու իրադարձություն տեղի ունեցավ այս վերջի ամսում։ Առաջինը եւ որ Ուկրաինայի ու Ռուսաստանի հակամարտության շրջանակներում ուկրաինական հատուկ ծառայությունների փայլուն ոսկերչական ճշգրտությամբ մշակված օպերացիայի շնորհիվ ուրեմն Ռուսաստանի տարածքից զապուսկ արեցին անօդաչու թռչող սարքեր եւ այդ անօդաչու թռչող սարքերի միջոցով խոցեցին Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր ստրատեգիական ռազմական օբյեկտներ եւ շատ մեծ վնաս պատճառեցին նյութական եւ բարոյական Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ նույնատիպ օպերացիա կատարեց Իսրայելը Իրանում, իհարկե Իսրայելի տարածքից էլ եւ բալիստիկ եւ թեոր հրթիռներ ուրեմն բաց թողեցին Իրանի վրա եւ ինքնաթիռներ ռմբակոծեցին Իրանի տարածքը, բայց Իրանում նույնպես Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքեր ուրեմն բաց թողնեցին ու ոսկերչական ճշտությամբ խոցեցին իրանց նշանակված թիրախները։ Նույնիսկ այնտեղ մի հատ դեպք կար, երբ որ պատուհանից մտելու այդ թիրախի ննջասենյակում է անօդաչու թռչող սարքը, բայց այդ թիրախը ոչնչացրել։ Այսինքն ի՞նչ է տեղի ունեցել։ Թշնամու տարածքում հատուկ ծառայությունները երկար ամիսներ Ուկրաինայի պարագայում 1.5 տարինակ նշեցին, Իսրայելի պարագայում ես չեմ կարող ասել ինչքան է դա տևել, նրանք ինչքան որ ես գիտեմ հələ չեն հնչեցրել, բայց թշնամու տարածքում նրանք կարողացել են կամ դրսից ներմուծել, կամ տեղում ձեռք բերել, կամ տեղում ինչ որ պայստամասերից կոմպլեկտուющի մասերից հավաքել այդ անօդաչու թռչող սարքերը, բերել են պայթուցիկ նյութերը, կամ տեղում են գնել, ձեռք բերել, կամ տեղում են սարքել այդ պայթուցիկ նյութերը, ինչ որ նրանք ուրեմն ոչնչացրել են թիրախները, մի խոսքով, եւ թշնամի տարածքից թռցրել են այդ անօդաչու թռչող սարքերը եւ ոչնչացրել են թիրախները։ Դա շատ հզոր օպերացիաներ են, իրար նման, չի բացառվում, որ նույնիսկ նույն տեղում մշակված։ Ինչ եմ ուզում ակնարկեմ։ Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի տարածքում մեր հակառակորդ պետությունը գրեթե համոզված եմ նույնպեսի պատրաստություններ է տեսնում եւ Աստված մի արարածե անհրաժեշտ X պահին կարող է նույնը տեղի ունենա Հայաստանում, այսինքն Հայաստանի ստրատեգիական օբյեկտների մոտից պուսկ արվեն անօդաչու թռչող սարքեր եւ ոչնչացրեն մեր ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Եվ ճիշտ չի արդյոք այս պարագայում մեր հատուկ ծառայությունները ոչ թե կաթողիկոսի անկողնում փորփրեն եւ ինչ որ բաներ մանգան, այլ կոնկրետ փորձեն կանխել այդպիսի գործողությունները Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չունենք ոչ Իրանի նման հատուկ ծառայությունների նման ծառայություններ, ոչ ռուսական FSB-ի եւ ԳՌՈ-ի նման հզոր կառույցներ, մեր KGB-ի, մեր պարագայում ԱԱԾ-ի ռեսուրսները եւ կարողությունները շատ սահմանափակ են, եւ եթե նրանք իրանց գործը թողեն ու սկսեն կաթողիկոսի եւ եպիսկոպոսների կեղտոտ անկողնում կեղտ մանգալ,
ռուսներեն ուզեցա թարգմանեմ գրязным, ռիցև գրязным բիլյե, ապա նրանք ռեսուրս չեն ունենա, ժամանակ չեն ունենա, կարողություն չեն ունենա բավարար, որ կարողանան զբաղվեն այդպիսի կարևոր խնդիրներով, որպեսզի որ ես նշեցի, այսինքն թշնամու կողմից Հայաստանի տարածքում ԱԹՍ-ների ուրեմն գործարկումը պատերազմական իրավիճակում, իսկ այն որ մենք շատ վտանգավոր ռեգիոնում ենք ապրում եւ շատ վտանգավոր ժամանակներում դա իրողություն է եւ ես չեմ ուզում որ լինի այնպես ոնց որ 20 թվականին եւ որ ամբողջ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները ընկած հաշվարկում էին թե Սահմանադրական դատարանի նախագահի Թովմասյան չէ ազգանունը Թովմասյանի հոր տանտանիքի գումարն էին հաշվարկում թե ինչ գումարով այդ տանիքը սարքել թողած կարևոր գործերը եւ որ պատերազմը սկսեց սատանային ման գալիս չէ հիշում եք սատանային ման գալիս ու Հրար Թովմասյանի հորական տան բանն էին հաշվում ինքնարժեքն էին հաշվում մեկ էլ որոշում էին այդ Թովմասյանի տված գրիչը Նիկոլ Փաշինյանին կա շարքա թե կա շարք չի հիմա էլի հիմարությունների հետևից ենք ընկե կեղծ օրակարգ ենք առաջ տանում թողած առաջնահերթ խնդիրները ես էլ եմ կրկնում մեր հատուկ ծառայությունները ոչ Ռուսաստանի KGB-ի չափ ռեսուրս ունեն եւ հնարավորություններ ոչ Իրանի, եթե նրանք կարողացան բաց թողեն այդ հնարավորությունները իրանց մոտ, հաստատ մեր հատուկ ծառայությունները պետք է 1000 անգամ ավելի զգոնել են ու ավելի լավ աշխատեն, որ կարողանան կանխեն նմանատիպ զարգացումները Հայաստանի Հանրապետությունում։ Էս է ուզում ասեի, ընդամենը շնորհակալություն ուշադրության համար։